Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը որոշ ժամանակ միգրանտների ժամանակավոր պահման վայրում գտնվելուց հետո արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների նա բողոքարկել էր արտաքսման որոշումը, սակայն դատարանը չի բավարարել բողոքը։ Բախտիար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի։ Ինչու են նրան զրկել քաղաքացիությունից, իսկ այնուհետև արտաքսել, պաշտոնապես հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տվյալով Հասանովին կասկածում են անօրինական միգրացիայի, կեղծարարության եւ միջեթնիկ լարվածություն հրահրելու համար։ Սակայն չի բացառվում, որ որոշումը քաղաքական է, հաշվի առնելով վերջին շրջանում Մոսկվա-Բաքու լարվածությունը։ Հասանովի դեպքը միակը չէ, անցած տարվանից ադրբեջանական Սփյուռքի այլ ներկայացուցիչներ եւս ձերբակալվել կամ արտաքսվել էին։ Բաքուն էլ միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք ըստ ադրբեջանական կողմի վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների եւ Ադրբեջանի իշխանության հասցեին։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին, հայտարարել գլխավոր նպատակը միշտ եղել է թույլ չտալ, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ունենա։ ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության երթուղու քարտեզի շուրջ եւ նավերի ժամանակավոր անցման անվտանգ սխեմա են մշակել։ Մինչդեռ Վաշինգտոնը պնդում է, որ նեղուցը ամերիկյան վերահսկողության տակ է եւ այնտեղով անհնար է անցնել առանց ԱՄՆ-ի թույլտվության։ Թրամփը զգուշացրել է, եթե Օմանը խառնվի եւ խանգարի ԱՄՆ-ին, ապա կդառնա թիրախ։ Նա հավելել է, որ ուղիղ կապի մեջ են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, թեև ԻՀՊԿ-ից արդեն հերքել են այս պնդումը։ Այս ֆոնին արաբական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ն եւ Իրանը որոշել են երկարաձգել հրադադարը, այն կգործի եւս 60 օր։ Պաշտոնապես այս տեղեկությունը չեն հաստատել ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը։ Լարված է նաեւ Գազայի ուղղությամբ։ Իսրայելը հրաժարվում է ընդունել կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Տեղեկություններ կան, որ Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպել է Համասի ղեկավարության հետ քննարկելու խաղաղության ծրագիրը եւ շարժման զինաթափումը։ Հանդիպումն անցել է Եգիպտոսում։ Հաղորդվում է, որ Քուշները հանդիպել է նաև Իսրայելի վարչապետի հետ։ Բանակցություններն ըստ աղբյուրների տևել են ավելի քան 4 ժամ։ Սպիտակ տան բանագնացը շեշտել է Գազայի վերականգնման փուլին անցնելու կարևորությունը, սակայն Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Համասն ամբողջությամբ չի զինաթափվել։ Մինչ այդ պահը Ցահալը եւս չի լքի Գազայի տարածքը։ Վերջին 2 օրում ուկրաինական ուժերը հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Մոսկվայի եւ Բելգորոդի մարզերում կան զոհեր եւ վիրավորներ։ Տեղական իշխանությունների տվյալով քաղաքացիական օբյեկտներ են վնասվել։ Մոսկվայի մարզում նաեւ Wildberries-ի պահեստ է հրդեհվել։ Ըստ ուկրաինական կողմի Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է հրթիռային վառելիք արտադրող գործարան։ Կան զոհեր, Աստրախանի մարզում եւս քաղաքացիական անձ է զոհվել։ Ռուսաստանն էլ հայտնել է, որ թիրախավորվել են Կիևում ԱԹՍ-ների արտադրամասեր, Կրեմենչուկում նավթավերամշակման եւ Կրիվոյ-Ռոգում գործական ձեռնարկություններ, ինչպես նաև Իզմայիլում եւ Օդեսայում էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքներ։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածել են քաղաքացիական օբյեկտների, կան զոհեր։ Հաղորդվում է, որ ի թիվս այլնի Կիևում գրքի շուկա է այրվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ դա հաշվի առնելով ուրախ չէ, որ Միացյալ Նահանգներն իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով այդ վարժանքները ծախսատար են։ Հանձնարարել եմ էականորեն կրճատել դրանք, նշել է Թրամփը, հավելել. Հարավային Կորեան ավելի վաղ հրաժարվել է միանալ Իրանի ապամիջուկայնացման գործողությանը։ Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ։ Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից, սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Փենյանն այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի եւ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական եւ այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։